Հայ-առաքելական եկեղեցին Մարիամ Աստվածածնին նվիրված 7 տոն ունի։ Օգոստոսի 16-ին Աստվածամոր վերափոխման տոնն է։ Այն մեր եկեղեցու 5 տաղավար տոներից է։ Մարիամն ըստ Աստվածաշնչի ուխտի զավակ էր։ Հայտնի է, որ Մարիամի ծնողները երկար տարիներ զավակ չեն ունեցել եւ ուխտ են արել երեխա ունենալու դեպքում մանկանն ընծայել Աստծուն։ Մարիամ Աստվածածինը համարվում է ընտրյալ անոթ, որը մասնակցում է Աստծո փրկության ծրագրի իրագործմանը։ Եկեղեցու նվիրապետությունում Մարիամը բարձր է դասվում սրբերից եւ հրեշտակներից։ Բոլոր տաղավար տոներին, այդ թվում վերափոխման տոնին, հայ առաքելական եկեղեցու զավակները պատրաստվում են մեկ շաբաթյա պահեցողությամբ։ Վերափոխման տոնը նվիրված է Սուրբ Մարիամ Աստվածածնի երկրային կյանքի ավարտի եւ երկինք վերափոխման հիշատակին։ Տոնական օրվա պատարագին հաջորդում է խաղողի օրհնության կարգը եւ հավատացյալները միմյանց հետ կիսվում են օրհնված բերքով։ Սուրբ Աստվածամորը քրիստոնյաները մեծարում են, սիրում, հիանում նրա բարեպաշտ, հես, խոնար եւ իմաստուն էությամբ։ Աղոթքով նրա բարեխոսությունը խնդրում, հավատում, որ նա իր մայրական սիրով լսում է մարդկանց խնդրանքները եւ դրանք փոխանցում որդուն Հիսուս Քրիստոսին։ Վերափոխման տոնի հաջորդ օրը մեռելոց է, մատուցվում է պատարագ, որի ավարտին կատարվում է հոգեհանգստյան կարգ։